Բարև սիրելիներս, այսօր դուք կտեսնեք մեր շաբաթ օրը։ Շաբաթ օրն առավոտյան միանգամից տնից դուրս եկանք, որովհետև որոշ գնումներ ունեինք կատարելու եւ եկանք մոլ։ Առաջին խանութը, որ կմտնենք, դա Տիկի Մաքսն է։ Այստեղ շատ հայտնի խանութ է, տեսնում եք ինչքան մարդ կա։ Խնամքի պարագաներ են, այսպիսի օրգանայզերներ կան։ Ուզում եմ կոսմետիկայիս հատվածը ձևափոխեմ, բայց դեռ չեմ կողմնորոշվում ինչպես։ Այստեղ մազերի խնամք են, իմ համար եմ նաև նկարում, որ տեսնեմ, որը ինչի համար է, լավն է արդյոք, արժի գնել, որ գամ փորձեմ։ Այստեղ օրինակ բիոտին, այս կապուտը բիոտին եւ կոլագեն իրար հետ է, որոնք որ մազերի համար շատ լավ են։ Բայց այստեղից մեկ ուրիշ բան վերցրեցի, հետո վերջում տեսանյութի կտեսնեմ, թե ինչ վերցրեցի, ինչպես ասացի, իմ սաները կոտրվել էր։ Ես այս ֆիրման է շատ լավը, բայց սրա մեծ չափսի սաներները չգտա այստեղ եւ իսկ իմը իտալական ֆիրման էր, որը գնել էի ես Հայաստանից։ Այստեղ կար, սրա փոքրը գնել էի, բայց մեծ չափինը չկար, դրա համար ուրիշ ֆիրմա վերցրեցի։ Տեսեք ինչքան մանկական հագուստներ կային, դա ընդամենը կուրտկաներ էին, մնացած հատվածը չեմ ցույց տվել։ Մենք ուզում ենք մեր տեսել եք, որ կոշիկների պահարանը փոխել ենք, ուզում ենք դրա համար դեկոր գտնենք սիրուն։ Արդեն նոյեմբեր ամիսն ենք, բայց բոլոր խանութները զարդարված են, դուրսը զարդարված է նոր տարվա համար, մարդիկ արդեն անցտան բակերն են զարդարում, պատրաստվում են նոր տարվան։ Այստեղ ավելի շատ ոչ թե նոր տարի են նշում, այլ Սուրբ Ծնունդը։ Մենք հիմա սպասում ենք մեր կասայի հերթին, նաև մտա DM, երեխայի համար պետք է մի հատ բան գնեի։ Իհարկե ավելի շատ բան ունեի DM-ից գնելու, բայց մոռացել էի ու շտապում էինք։ Դրա համար մնաց հաջորդ անգամ նորից պետք է դուրս գանք խանութ։ Եթե ինձ նայում են Եվրոպայում գտնվող հայեր, արդյոք կա Եվրոպայում հաճար, մենք չենք կարողանում գտնել։ Եթե գիտեք որտեղից կարող ենք գնել, գրեք մեկնաբանություններում, ես մեծ շնորհակալ կլինեմ ձեզ։ Այստեղ ներքևի հարկում կա խաղահրապարակ երեխաների համար, նաև վճարովի այս գնացքը, որը որ ճուտիկին նստացրեցինք։ Շատ ուրախացել էր ու հանելը դժվար ստացվեց մեզ մոտ։ Հիմա կգնանք նաև կոշիկների խանութ։ Ճուտիկիս պետք է գնենք կոշիկ։ Մեծ տեսականի կա այս խանութում, թե կանանց, թե տղամարդկանց, թե երեխաների, բայց մանկական բաժնում երեխաների համար աղջիկներին լիքը տարբեր տեսակի, տարբեր գույնի դրված է, տարբեր չափսի, տարբեր ամեն ինչը լիքը լցրած է, իսկ տղաներին ընդամենը 1-2 հատ մի քանի տեսակի բաներ է դրված ու հիմնականում շատ դժվար է փոքր չափսի կոշիկ գտնելը։ Այստեղ տեսեք խանութում ինչ տեսա, առաջին անգամ էի տեսնում, որ կարող ես կանգնել այս սարքի վրա առանց կոշիկների եւ այս սարքը այստեղ գրած է ձեր կոշիկի չափսը, կասի որն է։ Հիմա մենք վճարում ենք կայանելու համար, վճարեցինք 4 եվրո, 2 ժամ էինք մոտ մոլում։ Չգիտեմ, իմ կարծիքով շատ թանկ է, 4 եվրո։ Գրում ենք մեր մեքենայի համարը եւ վճարումը կատարում ենք քարտով։ Արդեն շարժվում ենք, մի քանի խանութ էլ կմտնենք ու տուն։ Այս մեքենան էին գնել Տիկի Մաքսից ճուտիկիս համար։ Արդեն հավեսով խաղում է, բայց երկար չի տևում իր սերը նոր խաղալիքների հանդեպ։ Եկա ես Mixmart, մի քանի բան ունեի Mixmart-ից գնելու։ Նոր տեսանյութերի համար որոշ բաներ պետք է գնենք, ընդհանրապես դուրս ենք եկել միայն այս սուպերմարկետ մտնելու համար, բայց պլանները փոխվեցին։ Մի քանի բան կգնենք ու կգնանք արդեն տուն։ Եվ կցույց տամ, թե ինչ ենք գնել այսօր։ Սիրելիներս, հիմա ցույց կտամ, թե մենք ինչ գնեցինք։ Առաջինը
երեխայիս համար կոշիկ, այս տեսքն ունի, 60 եվրո է, բայց մենք վճարեցինք 50 եվրո, այստեղ կինը գրվում է, չգիտեմ երևաց ես մոտ թե չէ, մտանք C&A, C&A-ում վճարեցինք 98 եվրո, ամուսինս իր համար վերցրեց այսպիսի կուրտկա, ես շատ սազեց, սա արժեքը 50 եվրո է, այստեղ դնեմ հետո կտասավորեմ, և նմանատիպ սև գույն, ուղղակի կապիշոնով արդեն, սա այստեղ չկա, բայց կտրոնի մեջ կարող ենք նայել այս կուրտկան, վերարկուն, արժեր 40 եվրո, 39 ցենտ, 39 եվրո, 99 ցենտ և ջուտիկիս համար նասկիներ վերցրեցինք 8 եվրո 5 հատը, 5 զույգը, 8 եվրո, նասկիներ, սա այստեղ, մտանք Տիկի Մաքսից գնեցինք այսպիսի քթի համար նախատեսված մասկա, սև կետիկները հանում է 4 եվրո, մեջը 10 հատ է, իմ համար այսպիսի կորեական դեմքի մասկա 1 եվրո 50 ցենտ, կոլագենով է, և վիտամին C-ով մասկա, նորից կորեական ֆիրմայի ինքը, այստեղ 3 հատ, վիտամին C-ն մաշկի գույնը հարթեցնում է, 5 հատ է մեջը, 5 հատին վճարեցինք 7 եվրո, սա նույնպես կորեական ֆիրմա է, շատ հայտնի, ինքը վնասված մազերի համար է, այսինքն ներքևը սա կոնդիցիոներ է, սպիտակուցով փակում է մազի կուտիկուլան, մազերը, որ խճճվող են, չի անգամ եմ գնել սա, 10 եվրո, 9 եվրո 99 ցենտ, և ինսանր, այս բրենդը առաջին անգամ եմ եթե անկեղծ օգտագործելու, չգիտեմ, աշխատեք այսպիսի սաներներ օգտագործեք, որ ձեր մազերը չվնասվի և 6 եվրո ջուտիկը սարթնացավ, այս սաները 6 եվրո, իմ մոտ նմանատիպ սաներ էր իմը, բայց ուղղակի իտալական բրենդ էր, Հայաստանից էի պատվիրել ու բավականին երկար օգտագործեցի, տեսնենք սա ինձ դուր կգա թե չէ, բայց նույն, նման է, տեսքը նման է, որ երևա, ձեզ էլ տեսանելի լինի, գնել ենք Mixmart խանութից, Արտմարտինայի ծովի աղով սեմուչկանը, միայն սա եմ բարձրացրել վերև, որովհետև երեկոյան ամուսինս սիրում է սեմուչկա, դրա համար Mixmart-ից մի քանի բան, բայց դա ցույց չեմ տա, որտեղ ներքևն եմ թողել ու չեմ էլ նկարել։ Ու մեկ էլ երեխայիս համար մեքենայի գնել խաղալիք, Տիկի Մաքսում վճարեցինք 64 եվրո 31 ցենտ։ Ատնացելի։
Եվ ես դեմ մտա, ճուտիկիս համար արանք խոնավ անձեռոցիկներ, 6 եվրո մի քանի ցենտեր, կոնկրետ չեմ հիշում գինը, սա դեմից։ Սա էսից։ Անգամ Burger King-ին մտել, Burger King-ում վճարել են 31 եվրո, ճանապարհություն գալուց։ Դեմում 6 եվրո 35 ցենտ ենք վճարել։ Եվ մտել ենք ազիական խանութ, Ազիա սուպերմարկետ։ Ազիական սուպերմարկետից սրտիկն է, վեր հակնես, վեր հակցի մաման քեզ, արի հակցնեմ մի հատ, սա ինչ ցույց կտամ, մենք գնել ենք հետագա տեսանյութի համար եմ ցույց տալու, հետաքրքիր տեսանյութ եմ որոշել նկարահանեմ, չգիտեմ առաջ դուրս կգա թե հետո, բայց կարող եք մտնել և կամ սպասել, կամ մտնել իմ էջում տեսնել այս տեսանյութը, այսպիսի նորի է սա, նորի չիպսեր հոկյոնք, կատ, եթե անկեղծ չգիտեմ սա ինչ է, բայց կծու է, սնեքեր են, սա ենք գնել, այսպիսի, չգիտեմ մի սա թե ինքը երևի նա, սա վեգան սնեք, այսպիսի շոկ հայտիկներ, ջուն, բամբի, սա արդեն խմել ենք, ժել է, Հայաստանում եք այս սրանցից, կացը, էնտե, սա խմելու կաթ է, անկեղծ երբեք չեմ փորձել, կփորձարկենք, սա նույնպես միլկիս, էլի չեմ խմել, չեմ կարող ասել, ձմերուկի համար ինչ-որ հյութ, ոնց որ գազավորված չի, սա մանգուստի, նորից հետաքրքիր մրգի հյութ է, սա կծու ֆստուշկայա, և այսպիսի փայտիկի վրա, ինչ միս է ինքը, սա էլ միս չի, փայտ կծու, նորից կծու, տոֆու է, փայտիկների վրա, տեսնենք ինչ որ համով է, համով չէ, չգիտեմ, չեմ կարող ասել, սա էլ նույնպես հյութ է, սա կորեական արդեն, ինձ թվում է շատերը տեսած կլինեք, որ շորցերում գնում են սա և սառցախցիկից վերցնում են բաժակ սառուցով, բացում են, լցնում են, սա դա է, նրան համով, տեսնենք համով է թե ոչ, ազիական խանութում վճարեցինք 21 եվրո 15 ցենտ։ Դե ինձ սիրելիներս ցտեսություն։